Ես չեմ բացառի դրական կանխատեսումը, որ վերադարձ տեղի կունենա։ Բաքուն Երևան կուղարկի դատապարտված հայ ռազմագերիներին նախքան Հայաստանի խորհրդարանական ընտրությունները։ Ողջ լինելու վերաբերյալ։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով պաշտոնական հայտարարություններ չկան, բայց քաղաքական գործոնների համադրումը չի բացառում գերիների վերադարձը։ Իմ գնահատմամբ կան գործոնների այնպիսի հաջողակ համադրում։ Հրապարակ EM-ն է գրել, թե Բաքուն պատրաստվում է մինչև ընտրությունները Հայաստան ուղարկել գերիների 2 խումբ, ընդհանուր 11 ռազմագերի։ Ըստ լրատվամիջոցի չեն վերադառնալու միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Մենք ունենք 3 անձ, ովքեր ավելի վաղ էին դատապարտվել, ունենք 16-ը, ովքեր դատապարտվեցին փետրվարին եւ 16-ը ներառում է նաեւ 8 ռազմաքաղաքական ղեկավարներ, այստեղ մենք ունենք 19, ակնկալիքային է, որ ռազմաքաղաքական ղեկավարները ազատ չեն արձակվելու, 19-ից հանում են 8-ը եւ ստանում են 11 թիվը։ Ըստ լրատվամիջոցի գերիներին վերադարձնելով Ալիևը կարող է մեծացնել սիրելի գործընկերոջ Փաշինյանի վերընտրվելու շանսերը։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչը չի հերքում քաղաքական իրադարձություններով պայմանավորված է գերիների հայրենադարձումը։ Օրինակ այնպիսի իրադարձությամբ, ինչպիսին է մայիսի 4-ին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը։ Նման հարթակներում կարող են բարձրաձայնվել մարդասիրական չլուծված խնդիրներ, որոնք ինքնին կստվերեն խաղաղության յուրաքանչյուր պրոցես։ Այնուամենայնիվ Սահակյանը կարծում է Բաքուն Երևան կուղարկի առավելագույնը 3-4 ռազմագերու։ Շատերը գերեվարված կմնան հետագա բանակցություններում որպես լծակ շահարկվելու համար։ Ադրբեջանական կողմը միշտ փորձում է փոքրաթիվ հայեր ազատ արձակել եւ շատերին պահելով դեռևս որպես լծակ այն օգտագործել Հայաստանի հանրային իշխանությունների հետ հարաբերություններում։ Մեկ շաբաթ է դատապարտված 19 ռազմագերիները քննչական մեկուսարանից տեղափոխվել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։ Գերիների պահման պայմանների մասին Սահակյանին ոչինչ հայտնի չէ։ Գիտի միայն, որ համալիրը նոր է, շահագործվում է 2023 թվականից, բայց դա չի նշանակում, որ բացառված են խոշտանգումները, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները։ Ոչ կարմիր խաչն է կարողանում դիտարկումներ իրականացնել, ոչ անկախ փաստաբաններն են տեսակցում, որ տեսակցությունների շնորհիվ կարողանան բացահայտել այդ կարևոր տեղեկատվությունը, ոչ անկախ բժշկական խումբ կա, որը այցելում է եւ օբյեկտիվ տվյալներ է ներկայացնում, ոչ ընտանիքի անդամներն են այցելում։ Իդեպ 2025 թվականին խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան, տեսել հայ ռազմագերիներին։ Մինչև հիմա Ադրբեջանը չի թույլատրում հրապարակել պաշտոնական զեկույցը։ Եթե խոշտանգումներ չկան եւ անկախ կոմիտեն ֆիքսել է խոշտանգումների բացակայությունը, ինչ է ցանկանում Ադրբեջանը թաքցնել միջազգային հանրությունից։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։